հայտնում եմ, որ նախնական ներկայացված 4137 հասարակական եւ այլ նպատակային նշանակության հողի վարձակալության պայմանագրերի թիվը ճշգրտման արդյունքում դարձել է 3800 պայմանագիր, որից 1300-ը արդեն իսկ հաշվարկվում է նոր կադաստրային արժեքով, 400-ը նպատակահարմար չի եղել ծանոթել կամ խնդրություն համարվում, այսինքն արկա է դատական վեճ, մենք նպատակ ունենք դրանք ապամոնտաժել եւ այլն, 100 վարձակալության պայմանագրում կադաստրային արժեքի փոփոխման դրույթ արկա չէ եւ կարիք կա այդ պայմանագրերը նորից վերակնքել։ 780 պայմանագիր ծանոթվել է, սակայն վարձակալը ծանոթումը չի ստացել կամ նպատակադրված կամ այլ պատճառներով 1220 պայմանագրի ծանոթումը ընթացքի մեջ է։ Նշեմ նաև, որ նոյեմբերի 3-ին ներկայացվել է շրջաբերական վարչական շրջանների ղեկավարներին, համաձայն որի մինչև նոյեմբերի 30-ը Երևան քաղաքի Ավան, Դավթաշեն, Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանների կողմից պետք է ավարտվեն ծանոթությունները, իսկ մինչև դեկտեմբերի 18-ը Աչափնյակ, Արաբկիր, Էրեբունի կենտրոն, Մալացիա, Սեբաստիան, Նորնորք, Շենգավիթ եւ Քանաքերձեյթուն վարչական շրջանների կողմից։ Նշեմ նաև, որ ծանոթման ենթակա այլ վարձակալները, օրինակ ավտոտնակ, խորհրդանոց եւ այլն, ծանոթել եւ վերագնահատման արժեքներով հաշվարկելու վերջին ժամկետը սահմանվել 2024 թվականի փետրվարի 25-ը։ Իսկ մինչև այդ դեկտեմբերի 1-ից սկսած 15-օրյա պարբերականության վարչական շրջանի ղեկավարները պետք է մեծ ներկայացնեն տեղեկատվություն կատարած աշխատանքների վերաբերյալ։ Միաժամանակ նշեմ, որ 2021 թվականին սկսած աշխատանքների արդյունքում նոր կադաստրային արժեքով հաշվարկող շուրջ 1200 պայմանագրի տարեկան վարձավճարը աճել է 700 միլիոն դրամով։ Այսքան շնորհակալ։ Շնորհակալ եմ, պարոն Ջհանգիրյան։ Մենք կարգավորումներ չենք նախատեսում մարդկանց ծանոթելու նոր մեթոդների վերաբերյալ, մասնավորապես ազդարար ԵՄ-ում կախելու նմանատիպ գործընթաց ունենք, պարոն Մարգարյան։ Պարոն քաղաքապետ, ներկայումս իրականացվում է նման գործընթաց ու ոչ միայն Երևանի քաղաքապետարանի կողմից է նախաձեռնությունը, Արդարադատության նախարարության կողմից էլ է մշակվում, սակայն այստեղ խոսքը վերաբերվում է այդ պարոն Ջհանգիրյանի նշած պայմանագրերը, որպես կանոն մինչև 2002-3 թվականը կնքված պայմանագրերն են, որում ծանոթման նման դրույթ նախատեսված չէ, իսկ այսօրվա ընդունող օրենքը նախկին պայմանագրերի վրա կիրառելու խնդիրն է։ Բայց պարոն Ջհանգիրյանի հետ մի հատ նորից կնայենք, կփորձենք այդ հարցը կարգավորել։ Դե ամեն դեպքում պետք է այդ, այսպես ասած, պատասխանատվությունից խուսափելու եւ այդ ծանոթություններից փախնելու հնարավոր ինչ-որ լուծումներ գտնել, որովհետեւ դա նույնպես, այսպես ասած, լավ մեթոդ է, էլի։ Չենք ստանում, չգիտենք ու հետևապես տենց կարանք շարունակենք այդ նույն վարձակալության պայմանագրերով առաջնորդվել եւ այդ տեսակ մարդկանց նկատմամբ եւ իրենց այդ մոտեցմանը համարժեք պետքա վարչական շրջանների ղեկավարները մենք բոլորս համարժեք իրենց վերաբերմունք ցույց տանք։ Եվ առհասարակ ես կարծում եմ, որ բոլոր այն իրավաբանական անձիկ, կազմակերպությունները, խմբերը, որոնք որ անարգում են քաղաքապետարանի որոշումները, որոնք որ անարգում են ավականու որոշումները, ես կարծում եմ նրանց մենք պետք է համապատասխան կարգավորումներով, օրենքին համապատասխան, մենք պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տանք այդ տեսակ մարդկանց, այդ տեսակ կազմակերպություններին, որովհետև իրականում ինձ թվում է մի կարևոր բան իհարկե 2018 թվականից հետո փոխվել է այնա, որ բոլոր հնարավորությունները կան վիճարկելու այս կամ այն որոշումը, բայց այնուամենայնիվ եթե քաղաքապետարան ունի այս կամ այն քաղաքական որոշում, ես կարծում եմ այդտեղ մեր դիրքորոշումը մի քիչ ավելի չոր պետք է լինի եւ օրինակ եթե մենք որոշել ենք, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար կառուցապատողները պետքա վճարեն, որովհետև տարիներով Երևան քաղաքում իրականացվել է անկանոն կառուցապատումներ եւ դրա արդյունքում Երևան քաղաքը բացի տուժելուց ուրիշ ոչ մի բան չի ստացել,
չեն կառուցվել մանկապարտեզներ, քաղաքը չի շահել դրանից եւ հետեւապես մենք որոշել ենք, որ պետքա բալանսավորենք այդ կառուցապատումները, բացի նրանից, որ ունենք քաղաքաշինական խորհուրդ, որը իր կարծիքն է տալիս այս կամ այն 4 ռիսկայնության կառուցապատման վերաբերյալ, նաև շատ համեստ գումար է հավաքագրում Երևանի քաղաքապետարանը այդ կառուցապատումներին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու համար։ Եվ եթե որոշ գործընկերներ կարծում են, որ սա անարդար է, ես կարծում եմ մենք պետքա ավելի ինստիտուցիոնալ զարգացնենք այս թեման եւ ավելի արդար կարգավորումներ ներդնենք, որոնց հնարավորությունը վստահաբար ունենք եւ դա վերաբերելու է ոչ միայն ճարտարապետահատակագծային առաջադրանքներին, դա նաեւ հնարավորություն ունենք շինթույլտվություններով տալ եւ տանենք ամենախիստ ձևով, որովհետեւ եթե ասենց շատ համեստ ընդհանուր շրջանառության 1%-ի турքը որևէ մեկի համար խնդիր է, ես կարծում եմ մենք կարող ենք միջազգային փորձով նայել եւ ամենատրամաբանական լուծումները տալ հենց միջազգային փորձին համարժեք։ Հարգելի գործընկերներ, վերջին